ԱՊՀ երկրներից բացառությամբ Բելարուսի ապրանքների առաքման ժամկետները կտրուկ աճել են այդ երկրներում մաքսային ստուգումների ավելացման պատճառով, հայտնում է Իզվեստիան։ Լրատվամիջոցը փոխանցում է, որ մաքսային վերահսկողությունը խստացվել է Հայաստանում, Վրաստանում եւ Ղրղզստանում, իսկ Ղազախստանում բեռների ստուգումների պատճառով Ռուսաստան ապրանքների առաքման ընդհանուր ժամկետը ավելացել է մինչև 12 օր։ Մաքսային ծառայողների ամենամեծ ուշադրությունը ըստ ռուսական կողմի գրավում են տեխնոլոգիական արտադրանքները, սերվերների եւ հաշվողական ենթակառուցվածքների պակասի պայմաններում այդպիսի ապրանքները կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով, հետևաբար դրանք հատուկ հսկողության տակ են։ Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հիմնական շեշտադրումներից մեկը կլինի համալսարանների ֆինանսավորման համակարգի փոփոխությունը, շեշտը դնելով գիտական գործունեության զարգացման վրա։ Նախարարության տվյալներով դասախոսների միայն 6%-ն է ակտիվ գիտաշխատող։ Ըստ նախարար Անդրեասյանի, համալսարաններում կրթությունը հիմնականում դասախոսությունների վրա է հիմնված, եւ նույն ժամանակ ուսանողները գործնականում չեն մասնակցում գիտական աշխատանքին։ Առաջարկվող նորամուծությունների թվում են նաեւ համալսարանների միավորումը ակադեմիական ինստիտուտների հետ, կրթաթոշակների տրամադրման նոր համակարգը, ինչպես նաեւ ուսանողների համար անհատական ուսումնական պլան ստեղծելու հնարավորությունը տարբեր համալսարաններից մոդուլների ընտրությամբ։ Այսօր ժամը 11:50-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 56.5 կիլոմետր հատվածում Թալինի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին եւ գլխի վայր շրջվել։ Վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահաս, տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի եւ վիրավորների ինքնությունները։ Հունիսի 27-ին ժամը 4:38-ին խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Ծարավաղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանը տեղիում։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը եւ ավտոսանդուղք։ Անվտանգության նկատառումներից ելնելով շենքից տարհանել են 350 բնակչի։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է առավոտյան ժամը 7-ին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։